Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Սիրելի ժողովուրդ, սիրելի արմավիրցիներ, այսօր երբ մենք շրջում ենք Արմավիրի մարզի համայնքներում, հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց հերթական ձայնագրությունը, որտեղ լսվում էր, թե ինչպես են կալուգացի օլիգարխի հերթական տասովщիկները խոսում ընտրակաշառք բաժանելու մասին եւ բռնվում։ Սա արդեն կատակերի նմանվում, որովհետև գրեթե չկա օր, երբ որ նման ձայնագրություն չի հրապարակվում։ Եվ մենք մտածում ենք, լավ, այս մարդիկ միթե հիմար են, ո՞նց է կարելի մտածել, որ իրենք կարող են գալ, փորձել, ընտրակաշառք բաժանել եւ չբռնվել, կամ ոնց է ընդհանրապես հնարավոր մտածել, որ Հայաստանում 2026 թվականին կարելի է բաժանել ընտրակաշառք։ Բայց հետո մտածում եմ, օրինակ կալուգացի օլիգարխը իր հարազատ եղբորից, որը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, ՀԿ խմբակցության ղեկավարն էր, ՀԿ գերագույն մարմնի անդամ երկար տարիներ, կամ Սերժ Սարգսյանի ժամանակվա Վայոց ձորի մարզպետից, ինչ պետք է սովորած լիներ։ Կարող է պետք է սովորած լիներ, ասենք գրել կարդալ, կամ ինչպես արտասանել հաղթարշավ բառը։ Իհարկե ոչ։ Պիտի սովորեր ընտրակեղծիքի հիմունքները։ Պիտի սովորեր ընտրակաշառք տալու թեորիան եւ պրակտիկան, ուրիշ ինչ։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, Սերժ Սարգսյանի ամբարտավանության աստիճանը 2018 թվականից 8 տարի հետո, մի բանից հետո, երբ որ մենք ամբողջ ժողովրդով հավաքվեցինք, Հանրապետության հրապարակում հավաքվեցինք ու ասեցինք, այ ընտրակեղծարար, Ռադեղի, ինքը որոշել է, որ կարող է մեր վրա ուղարկի ինչ-որ անգրագետ, կիսագրագետ օլիգարխ, որը պետք է ընտրակաշառքով ձայներ գնի։ Գլուխը պատին է տվել։ Բոլոր ընտրակաշառատու տասովщիկները պիտի իմանան, մենք ձեր հետևից գալու ենք։ Քրեակատարողական հիմնարկները կարոտում են ձեզ, սիրելի տասովщիկներ, պատրաստվեք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։